Ախպերս եկել ես մեզ նայես։ Սարիկ լավ էլի։ Դա համադրություն չունեմ հարցեր մի տվեք։ Եթե գրիշի հետ է կապված, ասա մենք էլ իմանանք։ Ինգրես ոնց ասես, տենց հարցը լուծենք։ Նենց որ սրտովդ լինի։ Լակոտի ողնաշարը ջարդելու եմ։ Հələ չի պատկերացնում ինչի մեջ է իրան գցել։ Ապեր գրիշը կյանքում ինչ է ջոգում, որ մատել է ջոգի։ Ինչ էլ լինի իմացի մեջքիդ կանգնած ենք։ Ախպերս դու մեզ մենակ տեղու ժամ ասա, գնանք այդ հարի ֆիլտրորեն գանք։ Բարև Դավիթ Պապջան։ Բարև Հակոբ ջան։ Այն որ ասма այսքան լսել ենք իրար մասին, վերջապես հանդիպեցինք։ Դե փառքաստու տեսանք իրար։ Նմանապես։ Նստեք։ Շնորհակալ։ Դավիթ Պապջան, ես ճիշտն ասած մի քիչ առաջ ընկա, ուտելու բան եմ պատվիրել, համել իրար հետ մի բաժակ կխմենք։ Խմելու հետ ծեր չունեմ, բայց դե ոնց որ ասում են, այս անգամ քեզ մենակ չեմ թողնի։ Ես էլ սեր չունեմ, բայց դե ոնց որ ասում են, իրավիճակն է թելադրում։ Ոնց ասես ախպեր։ Դավիթ Պապջան, քո թույլտվությամբ նախ երեխեքի թեմային ասնենք։ Հետո կքննարկենք մյուս հարցերը, կարևորը մեր երեխեքն են, Դավիթն ու Նարեն։ Նախ ասեմ, շատ շնորհակալ եմ։ Նարեի պես հրաշք աղջիկ ես դաստիարակել։ Նարեն շատ լավն է, հրաշք։ Պատվով, սիրով, հարգանքով, ընտանիքի արժեքը հասկացող։ Դավիթն էլ շատ է սիրում Նարեին, ոնց որ թե։ Ու տեսնում եմ, որ դա էլ փոխադարձ է։ Ես մենակ ուրախ եմ, Դավիթ Պապջան, կարևորը սերը կա, մնացածը կլինի։ Փառք Աստծո, հնարավորություններս ներել են, երեխեքս լավ են ապրել։ Ես էլ միշտ իրանց կողքին կլնեմ ու իրանց նորաստեղծ ընտանիքին ամենձև կօգնեմ։ Դավիթս 6 տարեկանից աշխատել է։ Եղբորն ու քրոջը հոր պես պահել է։ Այնպես ոնց որ Դավիթն է հասկանում ընտանիքի արժեքը։ Իր տարիքի շատ տղաներ կերազեին գոնե դրա կեսի չափ հասկանային։ Այնպես որ Դավիթը իր ընտանիքին տիրություն կանի, ես վստահ եմ։ Նրա կինն ու երեխաները երբեք որևէ բանի կարիք չեն ունենա։ Դե էլ ինչա պետք երջանիկ լինելու համար։ Նարեի պես հրաշք աղջիկ, որ Դավիթին թև ու թիկուն կլինի։ Փաստորեն ամեն ինչ կա երջանիկ լինելու համար։ Ենք իրար հասկացանք ոնց։ Մնում է մատուցողները մեզ հասկանան ու մեր պատվիրածը ժամանակին բերեն։ Արմոս գրժվել է այդ գլխից զերակա, ով է իրան թույլ տվեց նես բանանի։ Եթե իմանայի, որ սենց ես արձագանքելու, չէի զանգի քեզ։ Բա ոնց արձագանքեի Լիլի ջանկաներս, եթե երեխուս մերը որոշել է հեռացնի այդ երեխուն։ Գրժվել են արա։ Գրիշո սպասի։ Անիմաստա մտածես, որ կլսի ու կկանգնի։ Հաստատ է հիվանդանոցն, հա։ Պիտի որ։ Բայց ինձ խոստացի, որ մանանին չես վնասի, որովհետև ես արդեն փոշմանում եմ քեզ զանգելու համար։ Ես մենակ քեզ խոստանում եմ, որ եթե երեխուս մատով կապել է, վիզը կտրելու եմ։ Փորձ էլի դու մենակ փորձի երեխուն մատով կապի մանան աղջիկ։ Լավ, ես հիմա ոնց հասկանամ, ճիշտ վարվեցի, թե նոր ողբերգության համար հող նախապատրաստեցի։ Ինչ անխելք աղջիկա։ Ոնց կարելի է երեխուց ազատվել, հատկապես երբ առաջին հղիությունը տա։ Դե կարող է բարին էլ է դա։ Հունան Գրիշի խոսքից հասկացվեց, որ ուզում է երեխայից ազատվի։ Խոսքը քո թորան մասին է։ Խոսքը ինչքան իմ թորան մասին է, այդքան էլ Ռաֆի թորան մասին է։ Ու ես չեմ ուզում, որ իմ արյունը խառնվի դրանց արյանը։ Որ ես ավելի խորը թաղվեմ այդ անցյալի մեջ։ Արիչ շտապենք, դու կգնաս տուն, կհանգստանաս, սթափ գլխով կմտածես, հետո եթե որոշումդ չփոխես, կգաս կհասկանանք։
Ես հասկացել եմ ինձ ինչա պետք ու իմ որոշումն ընդունել եմ։ Արի թող քո որոշումը այս պահին վերջնական չի։ Վերջնականը։ Դու շատ երիտասարդ ես, սա քո առաջին հղիությունն է։ Պետք չի ամուսնական խնդիրների զոհ դարձնել անմեղ փոքրիկին։ Մենք չենք վիճել։ Մենք բաժանվել ենք։ Գիտես, քանի աղջիկներ են քեզ նման իմ առջև նստել ու նույն որոշմամբ։ Ինչա թե ամուսնու հետ վիճած են եղել ու փառք Աստծո նրանք մտափոխվել են, որովհետև հասկացել են, որ պետք չի շտապել։ Իրենք հարթել են իրենց հարաբերությունները փառք Աստծո։ Մերն այդ դեպքը չի։ Դու ինչ գիտես մյուսների մոտ ինչ խնդիր է եղել, միգուցե ավելի վատ վիճակում են եղել։ Չես կարող հստակ իմանալ։ Ես հստակ որոշել եմ։ Եկեք ժամանակ չկորցնենք։ Ընտրությունը քոնն է, չափահաս մարդ ես, բայց իմ պարտքն եմ համարում զգուշացնել, որ պետք չի գնալ այդ քայլին, հետագա զղջումներից ու անդառնալի հետևանքներից խուսափելու համար։ Փորձը ցույց է տալիս, որ առաջին հղիությունն ընդհատած շատ աղջիկներ հետագայում հղիանալու հետ կապված լուրջ խնդիրներ են ունենում կամ ընդհանրապես չեն հղիանում։ Գիտեմ։ Բայց դրանից իմ որոշումը չի փոխվում։ Լավ, իմ պարտներ ձեր հետ խոսելն ու հիշեցնելը, որ նորաստեղծ ընտանիքներում նման խնդիրներ լինում են եւ այդ պատճառով պետք չի ծայրահեղ որոշումների գնալ։ Լավ, բարձա։ Հիմա բուժքրոշն ասեմ ձեզ պատրաստ է։ Դավիթ Պապ ջան, ձեզ համար։ Բոլորիս համար, Հակոբ ջան։ Առանձնահատուկ ձեզ համար, որ տենց տանջանքով դաստիարակել ու մեծացրել եք ձեր թոռներին։ Իմ փոխարեն ամեն մարդ էլ նույն բանը կաներ, տղա ջան։ Չէ, տենց մի ասեք։ Քիչ ծնողներ կան, որ իրանց երեխեքին անտեր են թողնում։ Մենք այդ տեսակ մարդկանց հետ գործ չունենք ցավը տանը։ Մենք ընտանիքի հարգը, պատիվը, կարիքը զգացող մարդիկ ենք։ Թող Աստված ձեզ երկար տարիների կյանք տա, որ դուք վայելեք ձեր տանջանքների պտուղները։ Արդեն վայելում եմ ցավը տանը։ Երեխեքս հասուն մարդիկ են արդեն։ Մատս փուշ մտնի, երեքներ կողքից կանգնած են անմիջապես։ Դա հենց ճիշտ դաստիարակության արդյունքն է։ Նարեն էլ շատ դաստիարակված աղջիկ է։ Ու Դավիթիս հետ մի անգամից լեզու կտան։ Ուրեմն արդեն պատրաստ են ընտանիք կազմել։ Դավիթ Պապ ջան, ինչ-որ անհանգստացնող բան կա։ Ես մարդն իր աղջկա համար հարմարավետ կյանք ասում։ Դավիթս քարից հաց կամող է, ճիշտ է։ Բայց փաստացի սեփական տանիք չունի նույնիսկ գլխին։ Մի հատ էլ պարտքերի մեջ թաղվեց։ Ձեզ լավ եք զգում։ Հա։ Չէ, լավ է, ամեն ինչ նորմալ է։ Այս վերջերս այդպես հաճախ է լինում, տղա ջան։ Մեկ էլ միտքս չգիտեմ ինչի ուրիշ տեղ է գնում։ Այս ես չէի ուզում, որ դու տնեիր, մի քիչ պետք է սպասիր։ Դավ ես կարող է ուժեղ մարդու տպավորություն չեմ թողնում, բայց ես ուժեղ կամք ունեմ։ Ուղղակի որ սպասեիր, ես գոնե կհավաքեին ու գիտեիր։ Ոչինչ, միասին կհավաքենք։
Ոնց էինք սարքում։ Ինչ սպասումներ ունեինք։ Նարե, ես հույսս չեմ կորցրել։ Ու նույնն էլ քեզանից եմ պահանջում։ Հանգարց չկորցնես հույսդ, ամեն ինչ լավ է լինելու։ Չէ, Դավ, ես հույսս չեմ կորցնում։ Ուղղակի շատ չխայնացած եմ։ Ոչինչ։ Ես կպատժեմ դրանց։ Օ, ինչքան է շարունակվելու այս ամեն ինչը կասես, ինչքան եք իրար դեմ պատերազմելու, դու Գրիշը ձեր։ Չեմ հասկանում, ուզում եք արյուն թափվի նոր հանգստանաք։ Կլինի դու չխառնվես այս թեմաներին։ Չէ, Դավ, չի լինի։ Ես վախենում եմ քո համար ու ես չեմ կարա լարված ապրեմ, ինչա թե մանանը չի կողմնորոշվում, այս կյանքից ինչ ա ուզում։ Նարեկ, ես քանի անգամ եմ ասել մանանի անունը չտաս խոսակցությունների մեջ։ Ես ոնց կարեմ չտամ, Դավ, եթե ամբողջ պատմությունը իր շուրջ ա պտտվում։ Նարե, հանգստացի։ Ամեն ինչ նորմալ է։ Ուստեղ մենակ մանանի հարցը չի։ Այս մենակ մանանի թեման չի, եսի Սարգսյանների ու Մակունցների թեման է։ Պետք չի ամեն ինչ բարդել մանանի վրա։ Լավ ես։ Հա, լավ եմ։ Էս ինչա։ Հագուստը թանում ես, սա հագնում ես։ Հետո սա կխմես։ Հարցեր ունեք։ Թե ասա դու այդքան դուխում ես, որ այդ քայլին գնաս։ Դու փորձի մանան աղջիկ փորձի տեսել այդ ինչ արնելու։ Կամ այն ղզիկը աղբերներն են, տա փորձից հետո այս քայլին ուղարկի իրան։ Ոչինչ, Աստված ջանի տես վանանես դու այդ ոչմանելու ես։ Ոյարա մենակ հասցնեմ էլի։ Ների ինձ տեր։ Գիտեմ, որ մեղք եմ գործում, բայց ուշ տուր, որ հաղթահարեմ ես դաժան պահը։ Բարև ձեզ։ Ում եք ուզում։ Քեզ։ Ոչինչ, որ ես ձեզ չեմ ճանաչում, երևի սխալ հասցեով եք եկել։ Ես Գրիշի մայրն եմ։ Համոզվեցի՞ր, որ հասցեն չեմ շփոթել։ Կարող եմ ներս գալ։ Դե եկել հասել եք այստեղ։ Սիրուն չլինի, որ դուռը ձեր դիմաց փակեմ։ Գրիշնա ձեզ ուղարկել։ Գրիշը անգամ տեղյակ չի, որ ես այստեղ եմ։ Ուրեմն ոնց եք ինձ գտել։ Չզգացիր հարցի ավելորդությունը։ Ինչ եք ուզում ինձանից։ Քեզ համար գաղտնիք չէ, որ տղաս ամուսնացած է։ Ոչ։ Իսկ քեզ որևէ խոստում տվել է։ Տվել է, թե ոչ։ Ոչ, խոստում չի տվել։ Իսկ գիտեիր, որ Գրիշի կինը հղի է։ Ես էլ եմ հղի, ու ինձ միայն իմ հղիությունն է հետաքրքրում։ Բայց դու իմ հարսը չես։ Ու քո հղիությունն ինձ չի հետաքրքրում։ Նույնիսկ եթե երեխան Գրիշից, հա, ձեր տղայից,
Ուրեմն հեռու ես մնում որդուցս, հարսիցս ու իմ ընտանիքից առհասարակ։ Կարծում եմ դրան տեղը հիշում եք։ Ես դրան տեղը հիշում եմ, բայց այ դու մեր ընտանիքի մասին պիտի մոռանաս։ Ոչինչ չեմ զգալու, չէ։ Եթե մտափոխվել եք, կարող եք ասել։ Չէ։ Մնացել եմ իմ որոշմանը։ Ինչեր եք ձեզ թույլ տալիս։ Արագ դուրս եկեք։ Մանան ասա, որ չեմ ուշացել։ Ասա, որ էշություն չես աղել։ Դուրս գնա։ Մանան ասա, որ երեխուն։ Եթե խոսելու անհրաժեշտություն կա, կարող եք դուրս գալ, շփվել։ Եվ միգուցե Մենք չենք շփվելու, դուրս գնա։ Երեխուն չեք հեռացրել, չէ, ասեք, որ չեմ ուշացել, խնդրում եմ։ Հեռացրել եմ, երեխա չկա, մեզ ոչ մի կապող բան չկա, գնա։ Ոչ, մենք ոչ մի միջամտություն դեռ չենք իրականացրել։ Ես ձեր ցավը տանեմ։ Գժվել ես, իջացրու, ուր ես ինձ սենց տանում վիճակս նայի։ Դու ես ընտրել ես վիճակը, տենց որ ձայնդ կդրի։ Իջացրու, ասում եմ, զսվում եմ, ատում եմ քեզ, թող։ Ինձ հետ ոչ ոք չի կարող տենց վարվել։ Ինձ ոչ ոք չի կարող արհամարել։ Չեք կարող ձեր սոված դերասանուհուն ինձնից վերդասել։ Ձեր հարցը չէ ով ուզում է լինի։ Ինձ ու իմ երեխուն կընդունեք ու կհարգեք։ Դուք կիմանաք, որ մեզ հետ չի կարելի անհարգալից լինել։ Լսի կանգնի իջնեմ հենց հիմա, թե չէ բժիշկների չարածը ես կանեմ, հեսա մեքենայից դուրս եմ գցելու ինձ։ Ալավլը հանգստացի էսի պապուց 06-ը չէ, փագա դռները թո։ Փակա կբացես։ Բացի այդ դռներն իջնեմ։ Արդեն ներվերից վրան ազդում ես, մանան հանգստացի լը։ Ուրեմն կանգնի, ասում եմ, հենց հիմա ես իջնում եմ։ Ուր ես իջնում, եթաս երեխու սպամ ես, հա։ Լսի դու արժանի չես երեխա ունենալու։ Դու են հենց արժանի մերն էիր, էլի, եթե մեր երեխուն վարի տա իրարա։ Որովհետև չեմ ուզում քեզնից երեխա ունենամ։ Ինչ եմ ասելու ես իմ երեխուն, որ իրա պապան անարժան սրիկ է, հա, որ իրա կնոջը չի հարգում, որ մի քանի ամսվա ամուսին լինելով սիրուհի է պահում ու հերիք չի մի հատ էլ սիրուհուց երեխա է պատրաստվում ունենա։ Արա քեզ քանի անգամ բացատրենք, որ այդ գլուխդ մտնի, ասում եմ թուր իմացությունն էլ է տանտերը, չենք հասկացել ոնց է էլ է, կարողա չի էլ է ոչ մի բան դաժե, ես չեմ հիշում նորմալ։ Լսի ինձ չի հետաքրքրում ինչ ա եղել, ոնց ա եղել ու ինչ ունես դու հիմա։ Ու բացի դրանից, ես քեզ չեմ ներելու, որ դու աղբերներիս ես ծեծել ու ջարդու փշուր ես արել աղբորս սարքած խանութը։ Տնես որ աղբերները դեկան երեսս ջարդու փշուրարին էդի հետ, հա։ Թե սրտովը դեր։ Լավ են արել, քիչ են արել դեռ։ Շնորհակալ եղի, որ ողջ ես հիմա։ Քեզ թվում էր ես անտեր եմ, հա, ոնց ուզես հետս կվարվես։ Լսի ուրեմն, ես լիքը բան կարամ անեմ, բայց դա չի նշանակում, որ դու պետք է եթաս երեխուն անես։ Կանգնի, ես պիտի իջնեմ։ Вообще կայնող չկա է, չմտածես, որ իջնելու ես այս ավտոյից։ Ես մանան ինչի տանը չի,
Հա? Այ քեզ բա։ Սուրա գնացել այդ աղջիկը։ Դու ստել է։ Տուր ինձ հեռախոսը։ Հալը հանգիստ նստի տեղը բանոն արդեն։ Լսի պապին էր զանգում, պիտի պատասխանեմ։ Այսա հեռախոսը կշապարտեմ դուս մի քիչ ձենանիր։ Ի։ Մենակ փորձի դու։ Պրինցիպի ես, խցում չգիտես որ կանեմ։ Լսի դու էլ ինձ լավ չես ճանաչում ոնց որ չգիտես որ կատաղում եմ ինչի եմ ընդունակ։ Նոր լավ տեսանք ինչեր ես ընդունակ ու ինչեր կարաս անես, քեզ ախպորպես էլ քեզ մի ներկայացրել էլի։ Լսի պապին անհանգստանում է, եթե ես հիմա չպատասխանեմ աղբերներիս է ասելու որ կապի դուրս չեմ գալու ու իրանք են քեզ անհանգստացնելու։ Արես հիմա լուրջ ուզում եմ հասկանամ, դու մտածում ես որ քո աղբերները իմ համար այտենց մեծ դեր ու նշանակություն ունեն, հա, իրանցից այտենց վախում եմ, հա, հավատում ես դու այդ քո մտածածին։ Ես հավատում եմ, ափսոս դու չես հավատում։ Ու այս ամեն ինչը շատ վատ հետևանքներ է ունենալու։ Ես սուր ես մունդրիկը։ Ահա, պապդ հասկացա, որ մի վարտը չի զանգելու, անջատեց, հասկացել է, որ հիմա հետ ժամանակը չի քո հետ խոսել։ Սի դու սրանով հարց չես լուծելու, դեմքդ չեմ ուզում տեսնեմ, որ մնաց հետդ ապրեմ։ Հենց հիմա էլ պատրաստ եմ բաժանվեմ, գնաս Մաշիդ հետ կյանքդ շարունակես։ Կյանքս ինձ մաշ, բան, ընդհանրապես հետաքրքիր չեն, ինձ մենակ դու ես հետաքրքիր էլի կյանք։ Ոչ եկը պաչեմ է արա։ Դու չնայես որ հիշում եմ ինչ էիր ուզում անել, վաբշա նաև ես խաղթում։ Սպասի ես դրա ընկերու անում, ոնց էր Լիլիթ, դրա համար պիտի ունենամ ախր, ահա, ասում է չէ ունեմ ախր, ահա։ Ալո, բարև աղջիկ ջան։ Բարի օր Դավիթ պապ։ Այդ մանանը մոտը դա այդ ինչի չի պատասխանում, թե չի ուզում հետս խոսի։ Դավիթ պապ ջան։ Մի արդարացրու, հա տուր իրան հեռախոսը։ Դավիթ պապ, մանանը ստեղ չի։ Բա ուր է Լիլիթ ջան, ինչի չի պատասխանում։ Լիլիթ, ինչ է պատել, ուր է մանանը։ Դավիթ պապ, մանանը շատ վատ բան անում ու ես չկարողացա իրան հետ պահեմ։ Լիլիթ, պատմիր ասում եմ։ Տղեկ, ես ոնց որ գծերից ընկել եք, հա? Ախպերս գծերի շենք ընկել է, դու ես ուժեղ տրամադրված։ Գոյամարտում միշտ էլ պիտի ուժեղ տրամադրվես։ Դա համարեց գծերից ընկել։ Մի վատացու Սարիկ։ Սարիկ, բայց ոնց որ հիշողության կորուստ ունես, ախպեր։ Ովի տեղը ուրիշ մարդ լիներ, ամիսներով չէր պարապի։ Մաման ամբողջ օրը կռիվ դավի անում, որ չպարապեմ։ Արանգիներ ջան, լավ վրա մի տվեք։ Կպնենք։ Հա, պապի ջան։ Լեո ջան, դու ուր ես։ Պարապում եմ, բան կա։ Լեո ջան, չգիտեմ ինչ անեմ, գլուխս որ պատին տամ։ Ինչ ա եղել, պապի, ասա տենա մլը։ Զանգել էի մանանի ընկերուհուն, որտեղ ինքը չէր պատասխանում, հա հետո իմացա, որ հիմա գնացել է հիվանդանոց, որպեսզի երեխուց ազատվի։ Հիմա ես չգիտեմ որտեղ գտնեմ իրան։ Բա Լիլիթը չասաց, որ հիվանդանոց է գնացել կոնկրետ։ Չհարցրեցի իրան, բայց ասեց, որ նաև Գրիշին ազանգե, որ Գրիշն էլ գնա իրան կանգնեցնի։ Լավ։ Բա ես հիմա ինչ անեմ։ Պապի, հեսա հասկանամ կզանգեմ։ Կարող է ուշացել ենք, ցավդ տանեմ։ Պապի, չեմ կարող ասեմ, ինչ իմանամ։
Գույնդ փախավ, Լեո։ Ինչ էր ասում Դավիթ պապին։ Ինչով կարանք օգնենք, խոսա։ Ոնց դրան չսատկծրի արա։ Սուրճդ պատրաստ է։ Մերսի կյանքս։ Հանդիպեցի Դավիթ պապու հետ։ Ինչ խոսեցիք։ Երեխեքի մասին խոսեցինք, բայց սիրտս անհանգիստ է։ Ինչը սրտովդ չի։ Անկեղծ որ լինեմ, պապո մոտ որևէ ոգևորություն չտեսա։ Դու հիմա շատ վատ բան ես ասում։ Մենք մեր աղջկա ձեռքը կրակը չենք ընկել։ Իրաց տղան առաջարկություն արել, մեր աղջիկն էլ ընդունել է։ Չէ, նես չի որ պապա Նարային չի հավանել, շատ էր գովում։ Ինչը մենք չենք կարող իրենց որդու մասին ասել։ Բայց պապուն անհանգստացնող ինչ-որ ուրիշ բան կար, որի մասին ինքը չբարձրաձայնեց։ Ով է։ Են սարսափելի աղբերը տա։ Դաստորեն դու գուշակ մանուշակն ես։ Գուշակեցիր, որ ես աղբերը զանգելու է, էլի։ Իսի ներվայնացնում ես արդեն։ Կանգնացրու մեքենան ու հեռախոսս տուր, ինձ լավ չեմ զգում։ Այդ ես չեմ եք ներվայնացնում, այդ բութ անհասկացող բարեկամներդ են։ Անհասկացողն ինքդ ես։ Այդ համար սենց կանենք, որ լրիվ տեղ են գնիք սյո։ Զզվում եմ քեզնից։ Տնես որ զզվում ես, բա խես տենց ծանր տանում, որ այդ մաշահղի է։ Լսի, ես քեզ ու քո մաշին այնքան չկարևորեցի, որ հետ եկա մոտդ, որ երեխես առանց պապա չմեծանա։ Բայց այն որ մաշը քեզից հղի է, կյանքում կուլ չեմ տա։ Ինձ ոչ մաշն է պետք, ոչ իր երեխեն արա, դե սպանիր, էլի սպանիր, վա։ Իսկ ես մի բան հստակ գիտեմ, որ դու ինձ պետք չես։ Լավ, գցենք ես պետք չեմ, բա երեխես է պետք չի քեզ։ Առաջինած ինչ եմ է հարցնում, պատրաստվում էր հեռացնել երեխուս, այնա փաստացի պետք էլ չի էլի։ Եսի կանգնի, ես ինձ լավ չեմ զգում։ Ես ջոգեցիր այդ հիստերիաներդ ոչ մի օգուտ չի տալի, անցավ դերասանական հմտություններիդ, քեզ մի հատ նյուանս ասեմ ուղղակի, ես սկսնակ դերասաններին երբեք չեմ հավատացել, հենց որ թարգի ես կապիկությունը։ Ամեն ինչ արել էինք, այդքան տանջվել էինք, որ սիրուն լիներ։ Նար, մի հուզվի, էլի խնդրում եմ հանգստացի։ Ախր Հելեն, ամեն կոպեկը հաշվարկել էինք, որ բավականացներ։ Ես ու Լեան քեզ ֆինանսապես կօգնենք, չէ՞ Լե։ Հա, Նար ջան, դու ոչ մի բան պետք չի որ անես։ Իմ ընտանիքն է մեղավոր, մենք էլ կփոխհատուցենք։ Հա, բա Լեա, հեսա դավանել ձեր փոխհատուցումը ընդունեց։ Նոր կներես էլի 1000 անգամ։ Այն ինչ որ Գրիշը արել է անընդունելի է։ Ես ամոթից չեմ կարողանում աչքերիդ մեջ նայել։ Լեա, դու պատասխանատու չես Գրիշի աննորմալ քայլերի համար։ Լեա, դու իմ ընկերուհին ես, ու այն ինչ արել է Գրիշը ընդհանրապես չի կարող ազդեցություն ունենա մեր ընկերության վրա։ Մեկ ես ահավոր ամաչում եմ քո առաջ Նար։ Դու պետք չի ամաչես։ Այս ամեն ինչի մեղավորը Մանանն է։ Բայց ինչի Մանանը։ Որովհետև եթե ի սկզբանե Գրիշի հետ չկապնվեր, ոչ իրան կդժբախտացներ, ոչ էլ իր աղբերներին պատմությունների մեջ կգցեր։ Դու պիտի դրա տեսքը տեսնեիր։ Չեմ հասկանում Գրիշը ինչ է մտածել, որ դրա հետ մտել է հարաբերության մեջ։ Ինչի Գրիշը տենց բաների նայում է։ Թե մի անգամից հարցակվում է։ Դե լավ, Հունան, կատակելու ժամանակը չի, այդ աղջիկը ինձ դուր չեկավ։ Կարևորը Գրիշին է դուր եկել։ Ես գիտեի Մանանն է Գրիշի չստացված ընտրությունը, բայց այդ աղջկան տեսնելուց հետո միտքս փոխեցի։ Լավ, դու վերջը ինչ խոսացիր դրա հետ։ Ինչ պիտի խոսեի, ասեցի հեռու եմ մնում Գրիշից էլ, Գրիշի ընտանիքից էլ։ Զարմանում եմ, ախր ինչի։
Կարող է բերում էինք տուն լավ էլ հարսեր դուրս գալիս։ Հասկանում ես ինչ ես խոսում։ Հա իհարկե հասկանում եմ։ Կարևորը իմ համար Նազ Սարգսյան չի ու այդ Ռաֆի հետ բացարձակ կապ չունի։ Հունան ինձ մի բարկացրու։ Այդ աղջիկը ամբարոյ է, եթե իմացել է Գրիշոն ամուսնացած է ու կապը հաստատել հետը։ Լավ, եթե այդ աղջիկը ամբարոյ է։ Բայց տղետ ով է այդ դեպքում։ Տղուտ ինչ անուն կտաս։ Բայց արժես տեղ գալ։ Ահոր գնայինք ով։ Եթե քուրս իր այդ աննորմալ քայլի մասին այդ անասունին հայտնել այս տան մեջ։ Աուստե եղավ ինչ ես անելու։ Ձեռից բռնելու եմ դուրս բերեմ, ինչ պիտի անեմ։ Քեզ էլ թվում է տենց հեշտ թողեցի։ Իրանց կարծիքը ոչ մեկ չի հարցնում ով։ Լավ ես գնամ, ինձ տեղ սպասեք։ Արագ գալիս ենք ընկերներ։ Սարիկ։ Եթե 10 րոպեից դուրս չեկար, մենք ենք մտնում։ Այդ ու մեզ հետքան զանգում։ 5 րոպե գոնե նստի կողքս։ Զանգում եմ տեսնեմ հերոսը սուրա, ինֆորմացիա ստանամ։ Պրինցիպի լավ անես անում, զանգի հասկանանք այդ Ռաֆի աղջիկ հետ երեխուն պահես, թե Մի շարունակի Հունան։ ում ես կորցրել մեր տանը։ Քուրը սուրա։ Իմ իմանալով ձեր տանն է։ Չգիտեմ։ Լակոտոտ քրոջս այն վիճակին է հասցրել, որ քուրս ուզում է երեխուց ազատվի։ Սրբափոխծություն է էլի։ Սրբապիղծը լակոտը տա Հունան։ Հունան հանգիստ։ Մենք չգիտենք որտեղ է, թե Գրիշը, թե Մանանը։ Մենք քեզնից անտեղակ ենք։ Դու երևում է ավելի ինֆորմացված ես։ Ես փորձում եի զանգել Գրիշին հասկանալ որտեղ են, որովհետև քրոջը տան միտ քայլի մասին մենք էլ գիտենք։ Ինա դու սրա առաջ հաշվետու չես։ Հələ ի՞նչ իմանամ։ Հələ արի տենամ ինչ ա եղել, գույնդ լրիվ գցել ես։ Քսի մի ժամ ասում լավ չեմ զգում, ինձ բանի տեղ չես դնում։ Լավ, դու մի խառնվի իրար կարևորը։ Ուզում ես հեռախոսատամ, եթե այդ կողքտի չգիտեմ, կարևորը մի հատ հանգստացի էլ երեխուն հանգարց մի վնաս չտաս։ Ջուր եմ ուզում։ Օրայց հավատանեմ, ես այս չոլի մեջտեղը քեզ որտե ես ջուր կա։ Լավ, արի նստի ավտոն, ոնց է չլինի ճամփին մի հատ խանութ կա, հանդիպենք կառնեմ։ Ուզում ես հետևը բացեմ հանգիստ քո համար պարկի, եթե ավելի հարմար է, չգիտեմ։ Մենակ ջուր եմ ուզում։ Լավ եկել։ Մանան։ Մանան ինչ եղավ։ Այդ հավատանեմ ինչ ա եղել Մանան։ Երեխեք ես ինչ եք անում ստեղ։ Լեոին ենք սպասում։ Եկել է Մանանի հետևից։ Հենց հիմա զանգում եք ձեր լակոտին։ Մի հատ հավաքի քեզ։ Իմ տան տարածքում քեզ պահել սովորի, արա։ Թե չեմ դիզդ կփոկեմ վրիցդ։ Պապա, Լեո։ Ծնողների տասա, որ իրանց հանգիստ պահեն ու չդրթեն ինձ կտրուկ քայլերի։ Ես քրոջս հետևից եմ եկել։ Լեո, բայց չեմ կարծում Մանանը ստեղ է։ Ես զանգում եմ Գրիշին։ Հա, մամ։ Գտար Մանանին Գրիշո։ Հակտա հասցրի հետ բամ այդ հիմար որոշումից։ Հենց հիմա քրոջս հետ ես բերում։ Մոռացի արա։ Արա այդ ծեծ ուտելը քեզ մոհան կստացի մի հատ, լարա։ Այդ ոնց որ դու ես մոռացել ծեծ ուտելը։ Լեո։
Պատկերդ խնդրում եմ, Լեա։